ցանկանում եմ տեղեկանալ պարոն Էդգար Ղազարյանը ասելիք ունի։ Ռուբեն Ռուբինյանի այս հարցով խորհրդարանում ազդարարվեց նախորդ օրվա սկանդալի երկրորդ արարը։ Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Շատ լավ։ Պարոն Նարեկ Կարապետյան, ասելիք ունեք։ Ոչ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը։ Ղազարյանը առավոտյան մտավ նիստերի դահլիճ, վերցրեց իրերն ու տեղը փոխեց։ Հիմա հեռվից ու վերևից է հետևում նիստին։ Խորհրդարանը օրը սկսեց արտաքին հարաբերությունների նախագահի թեկնածության ու թեկնածուի հարցի քննարկմամբ։ Երեկ այդպես էլ չհասցրեց Սարգիս Խանդանյանը ամփոփիչ ելույթ ունենալ։ 2023 թվականի փետրվարին, երբ ես այս ամբիոնի մոտ կանգնած կրկին առաջադրվում էի արտաքին հարաբերությունների նախագահի պաշտոնում, այդ ժամանակ քննարկումը բոլորովին այլ թեմաների շուրջ էր, Հայաստանի շուրջ ռիսկերը եւ վտանգները բոլորովին այլ բնույթի էին, եւ այս երեկվա քննարկումը արդեն կարելի ասել մեր առաջնահերթությունների տեխնիկական դետալների վերաբերյալ էր, խաղաղության գործընթացի դետալների վերաբերյալ էր, ինչը լավ նորություն է։ Հաջորդը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցն է։ ԿՊ-ն այս պաշտոնում առաջադրեց Բաբկեն Թունյանին։ Այս հանձնաժողովը երրորդ շրջանն է ղեկավարելու Թունյանը։ Դիմադիրներին հետաքրքրեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Թունյանի կապերը։ Բոլոր պետական պաշտոնյաներին, ում հետ աշխատել եմ, հարգալից են վերաբերվել ու նախկին պաշտոնյաներից շատերի հետ էլ մինչև հիմա լավ հարաբերություններ ունեմ։ Օրինակ Վաչե Գաբրելյանի հետ կարող է հանդիպենք, սուրճ խմենք, բաներ քննարկենք։ Իմ մոտ այդ բանը չկա, այդ կաշկանդվածությունը, այդ վախը, ու երևի պատճառն էլ այնա, որ պետական պաշտոնյաներին ու պետական ինստիտուտներին պիտի հարգանքով վերաբերվես, ու այդ հարգանքը փոխադարձ լինի, ոչ թե ես երել եմ սրիկայի նման ինչ-որ մեկին սրիկա եմ անվանել։ Կարմիր թելի պես երեկվա վեճի թեման անցնում է իշխանական պատգամավորների ելույթներում։ Չնայած Էդգար Ղազարյանը լուր է, ոչ հարց է տալիս, ոչ ելույթ ունենում, բայց նրա անձը շրջանցել չի ստացվում։ Մենք բոլորս տեսել ենք դերասանական տաղանդը, բայց ես կարող եմ ասել, որ բավականին անտաղանդ դերասան ունակություններով մի վերջում սրտաճմլիկ ելույթ է ունենում եւ մեղադրանք է հնչեցնում առայն, որ մենք զոհերի հիշատակը սրիկայաբար շահարկում ենք, հաշվի չառնելով, որ տվյալ պահին ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը։ Քաղաքական ուժերը իրանք ռադիկալացնում են իրանց ընտրողներին, իրանց ընտրողները մտածում են, դե հեսա, ուրեմն պետք է իր ներողությունը արտահայտությանս համար հայհոյեն, հետո գալիս են դալիճ, հասկանում են, որ սենց ապել չի կարելի, բայց արդեն վերջ։ Էլ ոչ կարող ես գաս ներողություն խնդրես, որ ձեզից մեկը ասել է սրիկա, մի սրիկա ասել է սրիկա։ Այն սուբյեկտը, որ այնտեղ նստած է, որ փախցրել տարել եք այն կողմ, բան ռազմավարական խորություն եք հաղորդել, ինքը վստահաբար չի գիտակցում, բայց ինքը կգիտակցի, ես ձեզ դա խոստանում եմ։ Նիստին Ղազարյանը նստած էր անձայն ու գլխի կոր։ Այս անգամ, ինչպես նախորդ անգամ, պատասխանեց Վարդևանյանը Ղազարյանի փոխարեն։ Երբ հնչեցին արտահայտությունների դեպ, հենց ինձ վերաբերող, դրանք ձեր կարծիքով վիրավորական չէին, արդյոք այդ ժամանակ մեր արձագանքը նա էր, որ դրան անպայմանորեն սենց հերթով բոլորս արձագանքենք, ոչ, որովհետև իսկապես եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, տենց մինչև ուր ես հասնում։ Եթե սրիկան վիրավորանք չի, ուրեմն լրիվ նորմալ է, որ Էդգար Ղազարյանին, ըստ Էդգար Ղազարյանի, անվանեն սրիկա։ Դա սիլոգիզմ է, որը ես առաջարկում եմ կոտրել ստեղ, շատ պարզ ձևով։ Նախ ձեզնից ոչ ոք չի առաջարկում բերել ստեղ զոհ անել։ Փառք Աստծո, պարոն Ղազարյանը սփխեչի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք։ Բայց առաջարկվում է, լրություն, առաջարկվում է անել պարզ բան։ Հնչելա վիրավորանք, թող ներողություն խնդրի վիրավորանքի համար, ինչն է ստեղ անհասկանալի, լրություն։ Կենացները քաղցրացան, խոսույթներից վարք ու բարքից անցան հագու կապին։ Արգելի գործընկերներ, ես նիստերը ինչ սկսել է փողկապով եք գալ, այսօր խի փողկապով չեք եկե, պարոն Վարդևանյան։ Սա քուչա չի, սա բազար չի, սա պատերազմ չի, ինքը ամեն դեպքում հայ է, գուցե դաստիարակության պակաս ունեցող հայ է, բայց ինքը հայ է, ես չեմ ուզում իրան ատեմ։
Ի վերջո խորհրդարանը քննարկեց նաև տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը։ Ուժեղ Հայաստան խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։ Մինչև քննարկումը ներողության պատասխանը Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Կարապետյանը տվեցին միջանցքում։ Մեր խմբակցության նիստի ժամանակ մենք քննարկել ենք եւ նաեւ եղել է որոշում խմբակցության ներսում որոշում, որը բաժանված է երկու մասի, խմբակցության մեջ որոշման եւ նաեւ այն պատասխանը, որ մենք պետք է տանք։ Բայց ով է իրենց իրավունք տվել ինչ-որ բան պահանջել պատգամավորից։ Մենք ստեղ բոլորս պատգամավորներ ենք, չէ՞։ Պատգամավորը պատգամավորից բան պահանջելու իրավունք ունի, լավ բացեք ազգային ժողովի կանոնակարգը նայեք տեսեք։ Չնայած Ռուբինյանի մեծ ցանկությանը լրագրողները այսօր էլ ռեպորտաժի լավ վերնագիր ունեցան։ Եվ ես առաջարկում եմ այսօր տխրեցնել մեր սիրելի լրագրողներին եւ նրանց ընդհանրապես նյութ չտալ։ Ալադավթյան, Էպիկենտրոն։